Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր հետաքրքիր հանդիպում է երկու արմենների հետ, մեկը Լոս Անջելեսից, մյուսը Երևանից, փորձենք մեր տեսակետներով կիսվել, հետաքրքիր հարցեր քննարկել, բարև ձեզ, ողջունում եմ։ Ողջույն առաջին։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Փորձենք հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում, այսօր ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին։ Հետաքրքիր է լրագրողների հարցին, դրանցից մեկը արդյոք արդարացի է քվեարկել է, երբ ընտրության հետևանքները կրելու են հենց Հայաստանի բնակիչները, իսկ քվեարկողները հետ են վերադառնալու Ռուսաստան, ասաց, որ իրենց դա չի հետաքրքրում, իրենք եկել են կոնկրետ թեկնածուի համար քվեարկելու եւ հետևանքները դա ըստ իրենց Հայաստանի բնակչության խնդիրներն են, հա։ Ձեզ չի թվում, որ նման վերաբերմունքը արտացոլում է արտաքին քաղաքական որոշակի մշակույթի ազդեցությունը, ավելի կոնկրետ ռուսական մշակույթի ազդեցությունը, եւ արդյոք ժամանակը չէ օրենսդրորեն, ասենք, սահմանափակել Թուրքի այդ հատվածին, հա, միգուցե, ասենք, ինչ որ նստակեցության ցենզ արժի ներդնել, ասենք, 9 ամիս ընտրություններից առաջ ապրել Հայաստանում, ինչ որ կերպ Հայաստանի բնակիչներին պաշտպանենք Հայաստանի այն քաղաքացիներից, ովքեր, որ ասենք, չեն բնակվում Հայաստանում, բայց իրենց մասնակցությամբ կարող են իրավիճակ փոխել, հա։ Ճիշտ ասած, ես օրինակ չեմ հիշում Մոլդովայի ընտրություններում արդյոք ես չգիտեմ արգել է Սանդուն Ռուսաստանի Սփյուռքի քվեարկությունը, թե չէ, այս պահը պետք է մի հատ ճշտել ընթացքում, սա հետաքրքրական ինֆորմացիա է։ Մեծ հաշվով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը ընդհանուր առմամբ այս պահին այնպեսին է, որ երևի թե այո, քո ասածը, ես օրինակ քո ասած առաջարկը ուրեմն ռացիոնալ եմ համարում, այսինքն քվեարկելու իրավունք ասենք ունի նա, ով որ գոնե 3 կամ 4 ամիս առաջ, թեկուզ կամ կես տարի առաջ մուտք է գործել Հայաստան, եւ գոնե, ասենք, դա ցույց է տալիս, որ տարվա գոնե ինչ որ մի մասը ապրում է Հայաստանում։ Դա էլ է շատ հետաքրքիր առաջարկ է։ Մյուս կողմից, եթե կան Ռուսաստանը այսօր այն վիճակում է, բացահայտ ագրեսիայի մեջ է, այսինքն կարելի է նաև ուղղակի չհամարելով սա խտրականություն, քանի որ մենք տեսնում ենք, որ ինքը ցեղասպանական պատերազմ է վարում, ֆաշիստական բարքերականում, ասենք Պուտինը հանգիստ հիտլերացիտում, շատ հանգիստ կարելի է ուղղակի արգելել ոչ դեմոկրատական, բռնատիրական երկրներում, ասենք, համայնքի քվեարկությունը։ Այսինքն նաև այսպեսի գուցե շատերը համարեն սա կարող է խտրականություն լինի, բայց այդտեղ նաև կա ռացիոնալ հատիկ, որովհետև մենք հասկանում ենք, որ բռնատիրական երկրներում վախ է սերմանվում, մարդիկ ազատ չեն, կամ արտահայտման մեջ, կամ չգիտեմ, խոսքի ազատության մնացած հարցերում։ Հետևաբար ես քո առաջարկը շատ ռացիոնալ եմ համարում, քանի որ օրինակ նույն այստեղ ամենայն անկեղծությամբ ձեզ ասեմ, ես Միացյալ Նահանգներում եմ բնակվում, ես իմ կողմից ահռելի աշխատանք եմ տարել իրավիճակը փոխելու համար, բայց այնպես չի, որ Միացյալ Նահանգներից բոլորը գալիս են օրինակի համար պրոարևմտյան տեխնացուներին քվեարկելու կամ պրոարևմտյան ուղղությունը, հա։ Օրինակ, քանի որ այստեղ միշտ ռուսական գործակալական ցանցը ուժեղ է, ես ասեմ, եթե առաջ ամեն երկրորդն էր ռուսամետ, հիմա գուցե ամեն երրորդը կամ ամեն չորրորդ անգամ Միացյալ Նահանգներից, ինչ ցավալի փաստ է դեպի շատ ինձ համար, հա։ Հետաբար այստեղ ընդունել է եւ քո ասած տարբերակը, որ գոնե ինչ որ մի հատվածում շատ լուրջ է։ Իվիճեպի շատ չէի մտածել, լավ առաջարկ է շատ։ Կամ ընդհանրապես կարելի է այս փուլում արգելել Սփյուռքի քվեարկությունը։ Այսինքն ովքեր որ հայեր են ապրում են Հայաստանում, դրսում են, կարող են այնպես հաշվարկել, որ իրանք պետք է քվեարկության օրը ժամին լինեն Հայաստանում։ Այս փուլում, քանի որ կարող է լրացուցիչ ռիսկեր առաջացնի, դրա համար ենթադրում եմ, որ այո, կարելի է այդ տարբերակը քննարկել, որովհետև երբ որ գալիս են եւ ես տեսա մի քանի հարցազրույց տեսա եւ հասկանում եմ ինչի մասին ես խոսում եւ դա իրոք ցավալի էր, այո, դա ցավալի էր։ Չգիտեմ, ես եւ քո ասած տարբերակն եմ ընդունում, որ դա իդեպ քո ասած տարբերակը ավելի մեղմ է, շատ ավելի մեղմ է, որովհետև դժվար թե ինչ որ մեկին 3-4 ամիս առաջ ուղարկեն պահեն Հայաստանում, հա, ինչ որ նշանակում է այդ մեկը իրոք Հայաստանում ապրում է եւ գոնե տարվա մի մաս անցկացնում է, եւ այդ մարդիկ իրոք իրավունք ունեն, որովհետև կան բազմաթիվ մարդիկ, օրինակ Խոպան գնացող, չգիտեմ եւ այլն, որ տարվա կեսը Հայաստանում են, տարվա կեսը Ռուսաստանում են։ Ես ավելի շատ իդեպ հակված եմ քո ասած տարբերակին։ Վերջին
տարբերակով, եթե ռիսկերը շատ մեծ են, կարելի է ընդհանրապես ժամանակավորապես, ասենք, այս փուլում արգելել ամբողջ Սփյուռքի քվեարկությունը, այսինքն քվեարկեն միայն հայաստանցիները։ Ի տարբերություն Մոլդովայի, որտեղ իդեպ Սփյուռքը ես չեմ ուզում հիմա համացում, բայց Սփյուռքը ընտրում է այսպես զարգացած աշխարհի հետ հարաբերություններ, այսինքն Մոլդովան Սփյուռքի հաշվին ընտրեց Եվրամիության ուղղությունը եւ Սփյուռքը ակտիվորեն նպաստեց դրան։ Օրինակ ես եթե օրինակ լինի այդպիսի տարբերակ, ընդհանրենք հանրակրվե դրվի եւ Սփյուռքի հայությունը պետք լինի քվեարկելու Հայաստանի Եվրամիության օգտին գնալու, ես վստահ չեմ, որ Սփյուռքի մեծամասնությունը մոլդովացիների պես այդ ուղղությամբ կքվեարկի։ Դրա համար այստեղ կան որոշակի ռիսկեր, որոշակի նախապատմություն այդ իմաստով եւ կարծում եմ այո դու ճիշտ ես, որովհետեւ այն ինչ որ չնայած մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ այդուամենայնիվ այդ ռիսկերն էլ կարծում եմ ամեն դեպքում իմ կարծիքով մի փոքր չափազանցված են, այսինքն այդ 100,000, 200,000 որ ասում են, այդքան ես չեմ կարծում, որ կարողանան բերել, խոսքից տո մի քանի հազար մարդու մասին է։ Չնայած մի քանի հազար մարդն էլ կարող է 1 կամ 2% ուրեմն ավել ձայն բերեն, որոնք իրենք կարող են վճռական լինել հավասար ընտրապայքարի դեպքում։ Դրա համար սա քննարկելու հարցեր է, այս փուլում այո, ես հաշվի առնելով իրավիճակը, ես կնախընտրեի քո ասած տարբերակը։ Իդեպ Մայա Սանդուն կրճատել էր ընտրատեղամասերի քանակը Ռուսաստանում, իրենց մոտ այդ հնարավորությունը կա, այն ինչ որ առաջ հայերն էլ այդ հնարավորություն ունեին այլ երկրներում քվեարկելու, բայց Մայա Սանդուն սահմանափակել էր։ Արմենը բացատրում ասում է հնարավորությունները եւ այլն, ու նստած մտածում եմ, որ մեր առավելությունը որպես ազգ մեր համար դառավ որևէ մի պահի տակ խնդիր, այսինքն լինելով ունենալով մեծ Սփյուռք հայ ազգը, որը որ միշտ դա եղել է մեր ուժը դրսում եւ այլն, այսօր կարա հայկական պետականության համար լինել չի ասի, որ սենց որոշիչ, բայց իր ազդեցությունը կարող է ունենալ, բայց ինչա վերաբերվում նրան, որ ասենք ընդհանրապես Սփյուռքին արգելենք գալ ու տալ ձայնը, մի քիչ հիմա նայեք, մենք քննարկում ենք այս հարցը այն առումով, որ Ռուսաստանից են գալիս մարդիկ, բայց չէ, որ միայն Ռուսաստանից չեն գալիս այդ Սփյուռքը, այդ մարդիկ ու Ֆրանսիայից էլ են գալիս, Պարսկաստանից էլ են գալիս, շատ պետություններից, Արգենտինայից են գալիս, Ամերիկայից, Միացյալ Նահանգներից են գալիս, որ քվեարկեն ոչ Պուտինի, ասենք, հրահանգով, բայց քանակը այստեղ պետք է հաշվի առնել։ Հիմա նա, ես քանակին էլ էի ուզում վերադառնալ, ասել մի վարքյան, տես, ես նկատի ունեի նստակյացության ցենզ սահմանել, ոչ թե արգելել, այլ նստակյացության ցենզ, որ մարդը ապրի Հայաստանում 9 ամիս գոնե անընդմեջ ապրի։ Չես կարա, ինձ թվում է սա էլ է մի քիչ բարդ թեմա, ինչի, բայց հեսա վերադառնալ այս ցենզի առումով։ Նայեք, այս 2 օր առաջ հրապարակում ուժեղ Հայաստանը կազմակերպեց այդ ցույցը մեծ, հա։ Եթե մենք հաշվարկներով մոտենանք, այդ հրապարակում 50,000-ից ավել մարդ այնտեղ չկար։ Բայց մենք գիտենք, որ ամսի 4-ի համար Ռուսաստանի հայերի բերել էին նաև այդ ցույցի համար։ Հիմա եթե մենք այդ հրապարակում ունենք մի 50,000 հոգի մարդ, այն ճիշտ է ասում Արմենը, որ չափազանցած է այդ քանակները, ոչ 50,000, ոչ 100,000, Ռուսաստանից ասենք բերել լցնել Հայաստան դա մի քիչ լուրջ մեծ աշխատանք է, մանավանդ դրա համար երկար ժամանակ է պետք, ոչ թե ասենք Արա Աբրամյանը, եթե տեղյակ եք, այսօր թե երեք էլի են բացահայտել, զանգեր են արել եւ այն որոշ ինֆորմացիա են ստացել, որ ոնց են պատրաստում Աբրամյանները եւ ոչ միայն Աբրամյանները ժողովրդի գալը Հայաստան։ Ուզում եմ ասել, այդ Աբրամյանների եւ այլ ուժերով սա շատ բարդ է կազմակերպել, բերել 50,000 կամ 100,000 կամ 20,000 դաժե մարդ։ Ինչ եմ ուզում ասել։ Ճիշտ է ասում Արմենը, քանակի առումով սա շատ չնչին թեմա է։ Իսկ ինչա վերաբերվում նրան, որ կարողանանք ցենզ
որ ասենք 3 ամիս, 4 ամիս, հələ մեխանիկան սրան պատկերացնենք։ Դու հիմա մարդ ուզում է քվեարկել, իրոք ուզում է գալ անել, ու կապ չունի դա որ երկրից է։ Ոնց ենք պատկերացնում, որ ինքը գա 3 ամիս նստի ընտրություններից առաջ սպասի, որ այդ 3 ամիսը լրանա, հետո գնա այդ իր ձայնը տա, ինձ թվում է սա էլ է մի քիչ խնդրահարույց, սա էլ չեն կարողանալ անել։ Ինձ թվում է բոլոր մեխանիզմները, որը որ Հայաստանի պետությունը, որպես Հայաստանը, որպես պետություն, որպես սահմանադրությունը չբռնաբարելու եւ ասենք չխախտելու օրենքները, չի կարողանալու ոչ մի բան անելու, այսինքն ոչ մի բան անել պետք չի։ Ստեղ աշխատանքը մի այլ դաշտում պետք է վարել, որը որ վարում է իրականում այսօր Հայաստանի ղեկավարությունը այն ինչ որ անում է, դա ճիշտ է անում։ Այսինքն այն դաշտում, որտեղ որ այն կողմից են աշխատում, նույն դաշտում էլ այստեղ պետք է աշխատես ու կարողանաս այս ամեն ինչը կգացը կուպիրով է։ Հիմա ինչքանով կկարողանան Հայաստանի ղեկավարությունը սա նվազեցնել։ Սա արդեն իրանց իմ կարծիքը սա է, որ ոչ մի բան չենք կարող անել։ Դες ռեսուրսները հավասար չեն, ճիշտ ասած, Հայաստանի։ Ճիշտ է, ռեսուրսները հավասար չեն, հա։ Դրա համար հետաքրքիր տարբերակ ես ասում, ճիշտ տարբերակ ես ասում, որովհետև սահմանափակումը ճիշտ չէ, բայց սահմանափակման օրինակ տարբերակը գալիս է նրանից, որովհետև տեսնում ենք մարդիկ, օրինակ ես ինձ թույլ չեմ կարող տալ, չնայած ես Հայաստանի քաղաքացի չեմ, բայց եթե նույնիսկ Հայաստանի քաղաքացի լինեի, չապրեի Հայաստանում, միևնույն է, ես ինձ թույլ չէի կարող տալ, ասենք որոշել այն մարդկանց փոխարեն, ովքեր ապրում են Հայաստանում։ Դա ապրողների երկիրն է։ Մենք իհարկե բամեն կերպ օգնում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է իրենց տեղը որոշում կայացնենք, ով լինի խորհրդարանում, ով լինի վարչապետ։ Այսինքն այստեղ պետք է աշխատանք տարվի հենց Սփյուռքի հետ, միգուցե չգիտեմ Սփյուռքի հանձնակատարի միջոցով, այլ խողովակներով կամ արտաքին գործերի նախարարության, մի խոսքով քննարկելի է հարցը, կոասած տարբերակը իրոք քաղաքակիրթ տարբերակներից ամենաճիշտն է, ամենաբնականն է, բայց քանի որ ունենք այն իրավիճակը, որը որ ունենք, այսպիսի մտքեր են առաջանում, ինձ թվում է կարող ենք քննարկել էլի, բայց անցնենք այլ հարցերի, օրինակ շատ վերլուծաբաններ համակարծիք են, որ եվրոպական վեկտորը եղել է եւ մնում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն Հայաստանի համար, իսկ 13 թվականին Եվրոմիության հետ ասոցիացման համաձայնագրից հրաժարվել է, մեծապես կանխորոշեց հետագա ճգնաժամերը, այդ թվում Արցախյան հարցում։ Այսօր սակայն հնչում են մեղադրանքներ, որ գործող իշխանությունը կիրառում է վարչական ռեսուրս այլ արևմտամետ ուժերի դեմ, նպատակ ունենալով ընտրողին զրկել այլընտրանքից եւ պահպանել մենաշնորհը Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ երկխոսությունում։ Արդյոք վարչապետի հավասարակշռումը Եվրոպամետ ռետորաբանության եւ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից դուրս չգալու հավաստիացումների միջև խոսում է հենց այդ մասին, ինչպես է գնահատում համակարգային Եվրոպամետ կուսակցությունների շանսերը կոտրելու այս մենաշնորհը առաջիկայում կամ որքանով են արդարացված այդ մեղադրանքները, որ Փաշինյանը չթույլատրեց այլ Եվրոպամետ ուժերին, հա, ասենք ինչ մարկերներով կարող ենք հստակ արձանագրել, որ արգելել է այլ Եվրոպամետ ուժերին այնպիսի թափ հավաքել, որպեսզի իրեն մրցակցություն օրինակ առաջարկեն։ Կան բազմաթիվ մարկերներ։ Ես միանշանակ համաձայն եմ, որ Փաշինյանը ուզում էր, որպեսզի չկողմնորոշվեր եւ ստիպված չլիներ այդ ուղղություն անելու, ինքը ամբողջ այս ռուսական ուժերի PR-ը, եթե ուշադրություն դարձնես, տես Բագրատ Գալստանյանը, այսօր ես իդեպ հարցազրույց ունեցա Հայաստանի արևմտամետ ուժ, համենահին արևմտամետ ուժի ղեկավարներից մեկի հետ է ասում, Բագրատ Գալստանյանների աճացրեցին, դուք, այսպես ասած, пассив դիրքորոշում ընդունեցիք, հետո եկեղեցի Տեշտեշու, այսօր արդեն Բագրատ Գալստանյան, Միքայել Աչապանյանը, ինչա, դրանց արդեն տնային կալանք են տալի, բայց մի երկու ամիս առաջ ճղում էին, լսել եք ինչ ասե Բագրատ Գալստանյանը, terrorism, sense եւ այլն, բայց այսօր չգիտես ինչի, Բագրատ Գալստանյանին տեղափոխեցին տնային կալանք։ Արդյոք վտանգավոր մարդկանց տեղափոխում են տնային կալանք, ոչ իհարկե։ Փաշինյանը աճացրեց ռուսամետ ընդդիմություն, իր համար հարմար, որպեսզի ուրեմն եվրոպացիներին ասի ես չեմ կարող գալ, որովհետև իմ ժողովրդի կեսը քվեարկել է ուրեմն ռուսամետ ընդդիմության կողքին։ Բայց երբ որ բացատրում ենք իրան ասում են տղաջան քո խաղերը չի անցնելու, որտեղ այս աշխարհքաղաքական վիճակը
բերելու է նրան, որ ինչքան էլ ռուսների սապոգը լիզեք, իրանք մեկը մաքսիմալիստական պահանջներ են դնելու, որտեղ իրանք այն վիճակում չեն։ Երևի չէին հավատում մեզ Մարատ ջան, որ ասում ենք ռուսների վիճակը լավ չի։ Կոպիտ ասած էլի։ Որն է մարկերները, տես։ Ուրեմն, երբ որ հիշում ես ստորագրություն եղավ, դե եկեք հիմա իրար բան չանենք, էլի, ակնհայտ երևում է, չէ, որ այդ ուժերը համագործակցում են իշխանությունները։ Իրանք սկսեցին ստորագրահավաք, այս ստորագրահավաքով գնացին ազգային ժողով, տենց իրար հետ միասին ինչ որ լսումներ կազմակերպեցին, հետո օրենք ընդունեցին, որ ոչ մի բան չի պարտադրում, հետո ամբողջ այդ Եվրաքվեն, որը ինչ որ միավորում էր ստեղծել, չնայած այնտեղ ուժեր կան, որից ընդհանրապես չեմ համարում արևմտամետ, հա, բազմաթիվ առարկություններ ունեմ եւ այլն, բայց մեկը այդ շարժումը թափ էր սկսել։ Դու պատկերացրու, որ այդ շարժման հիման վրա երբ որ հատկապես իրանք պարտադրել անցկացրել էին օրենք, չէ, իրանք վերցնեին այդ խաղաքարտը եւ սկսեին սխմել։ Եվ այդ ուղղությունը սկսեին տանել եւ չփլուզվեին, չքանդվեին կամ մասնակի գոնե ինչ որ այսպես գաղափարական դաշինք պահեին։ Այդ ֆոնի վրա այդ Եվրաքվեի հատկապես հիմա մենք տեսնում ենք, որ Փաշինյանը երբ որ ասում է բալանսավորում, ասում է բալանսավորեմ, բալանսավորածը, երբ որ գնում ես Ռուսաստանը ուզում է քեզնից միջանցքը վերցնի, Զանգեզուրի միջանցք դնի է թուրքերի հետ միասին, վազում ես ամերիկացիները օգնում են, ասենք պատերազմ են կանխում, հետո Թրամփը բերում թրիփա դնում, հետո էլ չեն կրակում, երբ որ Թրամփը թիփա դնում, երբ որ եվրոպական դիտորդներ են գալիս, ուրեմն սահմանը կայունանում է, երբ որ Ռուսաստանը չի վերցնում քո կլուբնիկան կամ ելակը, ասենք երբ որ ձուկը կամ չգիտեմ մնացածը կամ վարդը ծաղիկը վազանգում ես եվրոպացիները այսպես խնդրում են վերցրու ելակս եւ այլն, ես ուղղակի չգիտեմ, ես աշխարհում կարող է բալանսավորում բարի իմաստնա փոխվել, ես չգիտեմ, չեմ հասկանում։ Այսինքն ես այտենց բալանսավորում ես չգիտեմ, էլի, ասենք դա բալանսավորում չի, դա չեմ ուզում ավելի վատ կոպիտ բառ ասեմ։ Հիմա իրավիճակը հետեւյալն է, այո, Փաշինյանը վախենում էր, որ այդ ուժերը կաճեն, այո, Փաշինյանը վախենում էր, որպեսզի այդպիսի, որտեղ ազգային ժողովը նժարը այնքան կթեքվի, որ անգամ ընտրությունների ժամանակ ինքը ստիպված կլինի կամ այդպիսի ուժի հետ դաշինք կազմի, կամ ուրեմն այնպիսի մթնոլորտ լինի, որ ակնհայտորեն ժողովուրդը իդեմը ազգային ժողովի ձևավորի այնպիսի պահանջ, որ դու տարբերակ չունես, պետք է գնաս Եվրամիություն, տարբերակ չունես ուրիշ, հա։ Դրա համար իրան պետք էր, որպեսզի ինքը կարողանա խաղա, բալանսավորի, մեջտեղում մնա, մի քիչ ստեղից, մի քիչ ընդեղից, մի քիչ տակից, մի քիչ վերևից, եւ ակնհայտորեն ամեն ինչ արվեց, որպեսզի այդ ինչ էր կոչվում այդ Եվրամիության շարժումը, ինչ որ անուն էին դրել, մոռացա հիմա, որ դա ծրվի, իսկ ծրվելու ձևերը բազմաթիվ են։ Դու գիտես, դեռ Սերժ Սարգսյանից մնացած լավ տեխնոլոգիաներ կա, մի շարժումների մեջ մտցնում ես քո մարդկանց, հավատարիմ մարդկանց, պետք է ժամանակ սկսում են խժդժությունները եւ այլն, այսպես շարունակ ու սկսում ամեն ինչ ծրվել, հետո սկսում ես տարբերների վրա ճնշում գործադրել տարբեր ձևերով, ասենք, տարբեր եղանակներով։ Ոչ միայն ճնշում, նաեւ այլ ձևեր կա։ Այն որ ասում ես չեք միանում իրար ոչ մի ձև, հետո սկսում են սպոյլերներ աճացնել։ Դες գիտես, այդ բեխանետներից չի, դու քաղ տեխնոլոգիա ես, ինձ լավ ես հասկանում, այդ ձևերը այնքան բազմաթիվ են։ Ու մենք բազմաթիվ այդպիսի ձևեր տեսանք, այնպես արվեց, որ արևմտամետ ընդդիմություն կոչվածը մոտեցավ ընտրություններին ցրված, պարակտված, իսկ ընդդիմությունը, այսպես ասում եմ, առաջնահերթությունը, աստղա sense բանը դարել էր ամբողջ, այսպես Պուտինասեր ընդդիմությունը։ Այդ է իրավիճակը եւ այո, ամեն ինչ արվեց եւ վստահաբար ամեն ինչ արվեց, որպեսզի ես իդեպ այդ թեզը դեռ ընտրություններից մի ամիս առաջ քաշեցի, որ Փաշինյանը անելու է ամեն ինչ, որպեսզի ընդդիմությունը լինի պուտինիստ, որտեղ իրան դա ձեռնտու է։ Նայ, գոլեգաներ ջան, ինչա կատարվում, ինձ թվում է, այստեղ այն այկիդոյի պրինցիպն է, ինձ թվում է, այն որ հակառակորդիդ էներգիան օգտագործում ես քո օգտին։ Ինչ նկատի ունեմ։ Մենք գիտենք շատ լավ, որ Հայաստանում զգալի մասսա կա, որը, ասենք, լուրջ ուժ է ներկայացնում, ուզում եմ ասել ռուսամետներին։ Հիմա օրինակ մի քանի օր մեր մոտ շատերիս մոտ հարց է առաջանում, ինչի Նիկոլ Փաշինյանը չի արգելում Սամվել Կարապետյանի ընդհանրապես ինչի չի անում, որովհետև լիքը բացահայտումներ, լիքը քրեական գործեր, լիքը լուրջ առիթ, ինչի հիման վրա յուրաքանչյուր ղեկավար կարող էր արգելել այդ ուժերին մասնակցել այս ընտրություններին, բայց դա չի անում, ինչի հարց է առաջանում, իմիջիայլոց 3 այդ հարցը այդ դեբատների ժամանակ տրվեց։ Հիմա ինչ եմ ուզում սրանով ասել։ Ինձ թվում է, եթե ինքը դա անի,
այս ամբողջ զանգվածը մի կարող է մի այլ կերպ, մի այլ տեսք ընդունի եւ ավելի չկառավարվող մասսա դառնա, որի տակից որ Նիկոլ Փաշինյանը կարող դուրս չգար այդ ամեն ինչի։ Ինչ եմ ուզում ասել։ Հիմա մենք գիտենք, որ երկրում ամենալավ մասնագետը փողոցի դա Նիկոլ Փաշինյանն է։ Սա անհերքելի փաստ է։ Ու ինքը անում է ամեն ինչ օգտագործելով իր հնարավորությունները այդ մասան չզրոյացնելու կներեք, բայց իր էներգիան քչացնելու։ Այսինքն հավաքվել եք ուզում, հավաքվեք, գորգռալ եք ուզում, գորգռացեք, մասնակցել եք ուզում, մասնակցեք, իսկ ես կանեմ այնց, որ դուք չեք կարողանալու ոչ մի բան անել։ Իսկ եթե ես տանեմ ձեզ փակեմ որևէ միտեղ, որտեղից որ դաժե ձեր ձայնը դուրս չի գալու, այստեղ կագարիցը ինչքան այդ պրոժինը սխմես, այդքան վատ կարա ինքը բան անել, հետ խփել։ Հիմա այդ բալանսավորման պահը, չգիտեմ, սա բալանսավորում է էներգիայի, թե ոչ։ Միգուցե այսքան ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը աշխատում է իրանց հետ ու իր մոտ դա լավ է ստացվում։ Ես հիշեցի, որ ուկրաինական եթերում դու ասացիր քո մտավախությունների մասին, Արմեն, որ հնարավոր է ռուսական տարբեր տեսակի սցենարներ կիրառվեն Հայաստանում։ Մի քանի օր անցել է, շարունակում ես այդպես կարծել, այդ վտանգը դեռ կա։ Ավելին ասեմ, չգիտեմ հետևում եք, ինչքանով եք հետևում ռուսական մամուլներին, ռուսական մամուլներից արդեն այդ մտքերը մենք լսում ենք, հնչում է իմ կողմից, որ 102-րդ բազան պետք է օգտագործենք ու անենք ամեն ինչ, եթե դա պետք է, պետք է մենք անենք ամեն ինչ ընդհուպ այդ ուժային ֆակտորը։ Այսինքն ինձ թվում է, եթե մի քանի օր առաջ ինչ որ ես ասում եի, իմ մտավախությունները ավելի շատացել են, ու ինձ թվում է, որ այո, այս սցենարը շատ իրական է, որովհետև ինչա պետք իրանց շատ բան պետք չի, իրանց պետք է շատ քիչ, ասենք մի 10-15 հազար հոգի 7-ից 8-ը գիշերը կամ 8-ից 3-ը հրապարակում այն ինչ որ իրանք կարան անել, մենք տեսանք այդ մասսան իրանք ունեն, ասենք այդ մորքուրներն ու տատիկներն ու երեխեքին հանես այդ մասայից 10-15 հազար հաստատ այն բայվոյ մասը կմնա։ Մի հատ փոքրիկ ասենց պրովոկացիաներ ստեղծեն, մի 2-3 հոգու կապ չունի, դաժե պետք չի որ մահանան, հասկանում ես, գլխավորը արուն լինի այդ հրապարակում ու այն օրենքի հիման վրա, որը որ Ռուսաստանը արդեն ընդունել է, որ ինքը կարա ներխուժի յուրաքանչյուր պետություն, որտեղ որ կա իր քաղաքացիները, ու ինքը կարա գնալ այդ իր քաղաքացիներին պաշտպանել, ինձ թվում է դա կլինի, ինչ ես խոսում, այնի մեր քաղաքացիներն են ու դուք մեր քաղաքացիներին ձեր գործողություններով վտանգ եք, սպառնում եք մի խոսքով, ինչա պետք 102-րդ մի ժամ 40 րոպե հետո իրանք կլինեն Երևանում ու ինձ թվում է ամենախելացին Հայաստանի ղեկավարությունը կարա ինչ կարա անել 3 կետ պետքա բլոկավորի էդի բաննա զվարթնոցնա էդի 102-րդ բազանա էդի Երևանինա այդ դեպքում կարելի ասել որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարությունը Հայաստանի ամբողջովին տիրապետում է իրավիճակը։ Եթե չէ, ես չգիտեմ, կարա լինել ամեն ինչ։ Իհարկե Աստված չանի արունայողություն լինի, ամեն ինչ ես կարծում Եվրոմիությունից են 5 պակաս, թե ռուսական այդ ես կներես մի բան ավելացնեմ, ես այդուամենայնիվ չեմ կարծում, որ նրանք կօգտագործեն 102-րդ բազան, ոչ էլ կարծում եմ, որ զորքը քառնվի, ինչու որտեվ մենք գիտենք որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով այնտեղ մի 2000 պերմյակով է մնացել առանձնապես մարդ չի մնացել եւ նաեւ կա գիտես ավանդաբար հայեր են ծառայում այնտեղ այսինքն հայաստանցիներ են ծառայում ռուսական ռազմաբազայում հա դրա համար ամենայն անկեղծությամբ ես չեմ կարծում որ իրանք այդ ռիսկի կգնան ինչու որտեղ նախ այդ պոտենցիալը չունեն ամեն դեպքում իրանք մի 2000 հոգով ասենք մի ամբողջ երկիր չեն կարող գրավել հա եւ այս իմաստով երկրորդը տապալման դեպքում վտանգը այսինքն մի անգամից զորքը դուրս է գալու Հայաստանից այսինքն պետք է հասկանանք ռիսկը որն է այնտեղ իրանք ինչ ռիսկ են գնում հա սա բարեբախտաբար ուկրաինացիները իրենց հերոսական պայքարի շնորհիվ զրկել են այսօր Ռուսաստանին այդ հնարավորությունից ռազմական ագրեսիա գործադրել Հայաստանի նկատմամբ
Իսկ եթե սահմանով ցամաքային պտիգան Վրաստանով եւ այլն մի խոսքով Ուկրաինայի շնորհիվ մենք այսօր ես կարծում եմ այդ առումով քիչ թե շատ ռիսկայնությունը ցածր է։ Սա իմ կարծիքն է, որտեղ նորից եմ կրկնում, հակառակ դեպքում Հայաստանը անմիջապես հիմք հաստանում եւ ոչ միայն հիմք, այլ արդեն այլ տարբերակ չի մնում, քան հանել դուրս գցել ռուսական զորքը, իսկ հիմա իրանց վիճակը հաշվի առնելով ծանր, ինձ թվում է իրանց համար այդ բազան կրկնակի երակի կարևոր նշանակություն է ստանում դա պահելը։ Դա համար ես ավելի շատ կարծում եմ, որ եթե անգամ ընտրվեն, օրինակ չգիտեմ, Փաշինյանը ընտրվի, որ ներկայացնում են, որ ինքը իբր չի ուզում, ինքը կփորձի Փաշինյանի հետ, արդեն կփոխի ռետորաբանությունը, կլինեն, գուցե կլինեն խժդժություններ, ասեմ։ Իդեպ դու ասեցիր մինչև 50,000 թիվ, ես մի քիչ առաջ զրուցում էի 17,500-ից 20,000 թիվ են ասում, որ մասնակցել են իրենց հանրահավաքին։ Այսինքն ինչ որ չափված վերևից տես չափած թվեր կան։ Okay, թող 25,000 լինի, բայց այդ թիվ չի։ Հիմա կարող է իրենց ուժերով փորձեն անել, ինչ որ տակից բաներ անեն, բայց հենց Պուտինը հասկացավ, որ ասում է իրենց լսում գիբլե դելը ինքը չի շարունակի։ Որտեվ ռիսկերը շատ ավելի մեծ են։ Ինքը այն վիճակում չի բունկերային առնետը, որ դա այսպես այդքան ռիսկի գնա։ Amma այստեղ այո, բանը կա, հա, եւ մի տարբերակ։ Եվ մի տարբերակ, եթե իրանք տեսնեն, որ ընտրությունները կեղծվել է վատ ձևով, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը հավաքել է 38%, բայց չգիտես ինչի ստացել է 55, հա, ենթադրենք։ Իրանք անալիզը կանեն, կհասկանան, որ պոտենցիալը բողոքի մեծ է լինելու եւ գուցե այդ ժամանակ գնան ռիսկի։ Դրա համար հանգամանքները ստե տարբեր է։ Եթե Փաշինյանը արդար մեծամասնություն է ստանում, ես չեմ կարծում, որ Պուտինը կգնա ռիսկի։ Սա ինձ թվում է ֆիքսենք, իմ կարծիքով դա այդպես է։ Դրա համար տարբեր են հանգամանքները, հենց ինչ պարագա է։ Եվրամիությունից ինք պակաս թե ոչ։ Նայ, դու որ ասում ես կարծում ես բալանսավորում են, ես ճիշտ ասած մի բան եմ ուզում հասկանամ, որտեղ են բալանսավորում։ Եթե միտեղ ապտակում են, վազում են տղա են բերում ապտակողի վրա, միտեղ հետո գնում են նորից ընդ ապտակում են, նորից գալի վազում տղա են բերում այդ ապտակողի վրա։ Ես չեմ կարող հասկանամ այդ բալան, այսինքն ինչն են իրանք բալանսավորում։ Ուզում հասկանամ ինչ, մեկը քացուտակակցում գնում են մի ուժեղ տղուն ասում են արի մեզ պաշտպանի, հետո ասում են չէ, մենք պետքա բալանսավորենք, ասենք գնում են բռնաբարի մոտ ինչ են անում, ասենք չեմ հասկանում, դրա բալանսավորումը ես չեմ հասկանում։ Այսինքն ես միշտ կարծիք եմ հայտնի եւ շարունակեմ մնալ իմ կարծիքին, որ իրենց ականջից բռնած ստանում են, կյանքն է իրենց ստանում, մեր խոսքը չես, մա կյանքն է ստիպում։ Հիմա իմ խորին համոզմունքը միշտ եղել է, տարիների կանխատեսում է եղել է, որ կյանքն է իրենց ստիպելու, ականջից բռնած, քաշելով, տարբերակ չեն ունենալու, որովհետեւ հակառակ տարբերակը դա Հայաստանի պետականության կործանումն է։ Այսինքն արևմուտքը իդեպ մասնարարպես Միացյալ Նահանգները շատ հետաքրքիր քաղաքականություն վարեցին։ Իդեպ ասեմ, այստեղ վճռականը, բացի այնից, որ Եվրոպան իրոք այդ եվրոպական դիտորդներով եւ ամեն ինչով իրոք դա լուրջ աջակցություններ, ֆինանսական աջակցություններ, որ հիմա արագ հասան տրամադրեցին եւ այլն, բայց այստեղ ես ուզում ասեմ վճռական քայլը, որ ինձ հույս է տալիս, դա թրիփն է։ Եթե թրիփը ամերիկացիներից մենք տեսնում ենք ոնց որ թե արագացված փորձում են ֆիքսել, որպեսզի հետո ոչ մեկ չկարողանա այդտեղ փայ մտնել, մենք տեսնում ենք այս վերջի օրերի իրադարձությունները։ Ամերիկացիների համար թրիփը կարևոր է դառնում, ինչու է հենց Պուտինը հիմա մռմռում, այսինքն մեծ հաշվով ինքը միշտ էլ, այսպես ասած, դեմ չի եղել, որ Փաշինյանը արևմուտքի հետ խաղեր տա, որովհետև ինքը ի սկզբանե Թուրքիա եւ Ադրբեջանի հետ պայմանավորված մեր գլխին սարքեցին Արցախը, հետո ինքը հասկացավ, երբ որ Մեղրին խոսք էր տվել Ալիևին չկարողացավ անի, Ալիևը հանեց դուրս շպրտեց այդ խաղաղապահներին, արդեն ինքը հասկացավ, որ Ռուսաստանը հասկացավ, որ Իրան բանի տեղ դնող չկա։ Ինքը հասկացավ, որ ինքը թույլ է տարածաշրջանում, հա։ Եվ ինչալից այդ իմաստով ինքը անգամ Փաշինյանի այդ իբր ռևերսից հետո բավականին երկար ժամանակ ինքը դեմ չէր, որտեղ բավականին զուգահեռ էքսպորտ էր գնում։ Մենակ հիշենք 24 թվականին ոսկու եւ ադամանդի պատմությունը։ Անտուփ խոսում են, որ այդ ոսկով եւ ադամանդով Հոնկոնգով վճարվում է Չինաստանի ռուսական ուրեմն կամ զինատեսակներ կամ պահեստամասերի ուրեմն վճարը, հա։ Ու մենք հələ կարող է պատմությունը հետո ուշիտ Հայաստանը ինչքան է օգնել, ոնց է օգնել, ասենք, այդ իմաստով Ռուսաստանին։ Բայց թրիփը դարավ վճռական կետ։ Այստեղ ես համոզված եմ, որ Թրամփի գործոնը արդեն այսինքն եկավ մեկ այլ ուժեղ տղա, շատ ուժեղ տղա։ Պուտինը չէր վախում եվրոպացիներից։ Պուտինը միշտ մտածում էր, որ մեծ հաշվով ինքը կկարողանա կարգավորի, չի թույլ տա, որ եվրոպացիները վերցնեն Հայաստանը, ոչ մեկ եվրոպացիներից չի կարող այդպիսի ճնշում գործադրել Փաշինյանի վրա կամ այդպիսի հարց դնել նրա դեմը, որ նա գնա։ Բայց Թրամփը կարողացավ։
Թրամփը փաստի առաջ կանգնեց։ Ընդ որում դա էլ տեղի ունեցավ, մենք չկրկնվենք, ես էլ մառատնել այդ թեմայով շատ ենք անդրադարձել, թրիփը ոնց էր աշկով տեղի ունեցավ, ըստ էության բոլորովին չնախատեսված, բայց տեղի ունեցավ։ Այսինքն թրիփից հետո եւ ընդ որում մի հետարքիր հանգամանքներ եմ ուզում շեշտեմ։ Սա ինչի եմ ասում, որ ականջից բռն տանելու process է, հա։ Պուտինը ամենաշատ անհանգստացավ, երբ որ հասկացավ, որ այդ կարևորագույն ճանապարհը իր ձեռքից վերցնում է, չէ՞ որ ինքը Ադրբեջանի հետ պայմանավորված պիտի կոնտրոլ անի այդ ճանապարհը, ինքան պատրաստ էր Հայաստանը մանրադրամ սարքեր, մեղրին էր զիջում այդ ճանապարհի համար։ Բայց երբ որ ԱՄՆ-ն պարտադրեց, որպեսզի հրաժարվեն Ռուսաստանի կոնցեսիոն կառավարումից, այս սա վճռական դերակատարում ունեցավ։ Եվ ընդ որում հետաքրքրական է։ Արևմուտքի խաղը իդեպ նույն ամերիկացիների շատ նուրբ է, երբեմն շատ, այսպես ասում, խորաման կա։ Ես մի եթեր արեցի այն օրը դրել էի, այսինքն իրանք դեմ տվեցին Փաշինյանին, Պուտինին, հենց ամերիկացիները դեմ տվեցին, պահանջեցին, որ 2 ամիս առաջ ընտրություններից պահանջեն, որ երկաթգիծը հետ վերցնեն։ Պարզա չէ, իրանք գիտեին, որ Պուտինը պիտի ջղայնանա։ Ստեղծեցին այնպիսի իրավիճակ, ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ Փաշինյանին տարբերակ չթողեցին, ինքը ստիպված էր ասելու, որ ուրեմն պետքա կոնցեսիոն կառավարումը հետ վերցնեն։ Ճիշտ է, ինքը սկսեց ասում է, էլի աբսուրդային բաներ խոսալ, չգիտեմ, Ղազախստան, Մազախստան, երրորդ երկիր, որ ռուսների հետ լավ, ինչ որ էլի սկսեց այդ ցնորաբանությունը, չգիտեմ, այդ տարբերակով, բայց կարևորը հետեւյալն է, որ ամերիկացիները հասան նրան, որ սկզբից Փաշինյանին դեմ տվեցին, Պուտինը կատաղեց սկսեց հարվածներ հասցնել, հետո իրանք սկսեցին Պուտինից պաշտպանել Փաշինյանին։ Ինչ հետաքրքիր տակտիկա է, չէ՞։ Ասենք ինձ դուր է գալի, հետաքրքիր են աշխատում։ Սկզբից դեմենտալ, հետո սկսում են պաշտպանել։ Լավ տարբերակ է։ Ընդ որում մի հետաքրքիր բան էլ, իդեպ, չգիտեմ, Մարատ ինձ հետ կամազանվեց թե չէ, բայց այս անգամ այս արագությունը, որ արձագանքեցին, գուցե հələ ծավալների խնդիր կա, երկի մենք այդ մասնի զրուցում խոսում ենք, բայց դու նկատեցիր, որ եվրոպացիք ինչ որ մի տեսակ պատրաստ էին տարօրինակաբար, այսինքն այս ապրանքների հետ կապված պատմությանը, այս ճնշումներին, այսինքն մի տեսակ եվրոպական բյուրոկրատիան դանդաղ է, գիտես, միջև նստում են, քննարկում են, հավաքվում են, մեկը մի բան ասում, մեկը մի տեսակ պատրաստ էին։ Այդ իմ հաջորդ հարցն էր, ճիշտ ասած, որ քեզ պետք է տայի, ինջերից այնքան արագ ռեակցիան եղավ, որ ես իմ եթերում պատմեցի, որ նման գործընթաց կա, հետո հայ դիվանագետների հետ քննարկելուց իրենք չգիտեին դրա մասին, ասացի դե ուրեմն իմ եթերը լսեք, հաջորդ օրը կիմանաք արդեն պաշտոնական արձագանքի մասին։ Կատակի վերածեցինք, որովհետև ճիշտ ասած շատերը չէին սպասում, որ Եվրոպան արագ կարձագանքի, բայց միայն Եվրոպան չարձագանքեց։ Կոնկրետ այն ինչ որ դու նկարագրեցիր Ամերիկայի վարկը, հստակ վստահ եմ տեսել եք իմ եթերներում, որ հարգված մասնագետները նշեցին, թե ինչպես Թրամփը Հայաստանը փաստացի դարձնում է եվրոպական անվտանգության մաս եւ այդպիսով պատնեշ է դնում Ռուսաստանի դեմ։ Հիմա պարզապես պետք է այդ գործընթացը ավարտվի։ Այդ գործընթացը կավարտվի այն դեպքում, երբ որ ընտրվի ներկայ իշխանությունը եւ արևմուտքի այդ կոնստրուկցիան ամբողջությամբ կիրականացվի։ Հենց այդ արագ արձագանքին ինձ թվում է Ռուսաստանը պատրաստ չէր, ինչ ես կարծում անում։ Այո, ես կարծում եմ, իդեպ ես պետք է ասեմ, որ այո, Մարատի ընդհանրապես եթերները շատ հետաքրքիր են եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորին նայել Մարատի եթերները, շատ բան կարելի է սովորել եւ իմանալ իդեպ։ Եվ իդեպ ասեմ, որ այդ եթերը ես այդ եթերի հետ կապված ես անգամ իմ եթերի մեջ հատուկ շեշտեցի, որտեվ շատ հետաքրքիր վերլուծություններ, չեմ հա Ֆեսենկոյի կողմից էր հայտնի ուկրաինացի քաղաքագետ, բավականին լուրջ, իդեպ որին պետք է ուշադիր լսել, ինքը հետաքրքիր մտքեր է շատ արտահայտում եւ խորը մտքեր է արտահայտում, այն քաղաքագետներից է իդեպ, որին ես շատ հարգում եմ ու ուրեմն ունկնդրում եմ։ Եվ ես հենց այդ տարօրինակ, այսինքն ես այդ սխեման իմ համար ես քանի օր այդ եմ մտածում, իդեպ ես չէի հավատում, որ Եվրոպան արագ կարձականքի, ոչ մի ձև չէի հավատում, եւ ակնհայտորեն ինձ համար բայց հետո որ դրեցի այդ փաստերը, ես իդեպ երեք կարծեմ եթեր արեցի, եթե չեմ սխալվում, հենց 3 առաջի օրը, թե ոնց Փաշինյանին դեմ տվեցին, հետո պաշտպանեցին, ու հիմա երբ որ արդեն այս Եվրոպայի արձագանքը ես տեսա, ասում ամբողջ փազլը իմ մոտ հավաքվեց։ Ընդ որում ոչ միայն բարձր կանադաներ էր պատրաստ, ինչ որ մի տեսակ Բալքան երկրներն էին կազմած, արդեն չգիտեմ, ծաղիկների բաները, ասես կանգնած ասենք սպասում էին, պահեսները դատարկել Հայաստանի դրոշը արդեն դրած սպասում էին։ Ես մի քիչ հիմա ծայրահեղացնում եմ, բայց ակնհայտորեն ես այստեղ տեսնում եմ տակտիկա։ Ես ասեմ, սենց ասեմ, թրիփի մուտքը Հայաստան շատ բան է փոխելու։ Ու անգամ ես կարծում եմ, որ անգամ եթե բացահայտ հիմա պրոռուսական ուժ ընտրվի, Պուտինը չունի
այդ ուժը, որպեսզի ուրեմն կարողանա դուրս գա Տրամպի դեմ այսօր Հայաստանում։ Այսինքն անգամ այն եւ հենց այդ խոսույթը, որ պրոռուսական ուժերը, ուղիղ Ռուսաստանից ղեկավարվող ուժերը, ասում են դե մենք չենք հրաժարվի տրիպից, բայց մենք այլ երաշխավոր կբերենք։ Իհարկե այդ ցնորքը Իրանի եւ Չինաստանի մասին էս պահին դրությամբ այդ ուղակի շեղողը ակնհայտ է, չէ՞ որ Պուտինը արդեն իսկ տես հետաքրքրական է, իրանք պրոռուսական ուժեն, իրանք կարան գան, ասեն մենք վերադառնում ենք նոյեմբերի 9-ին, չէ՞, եւ այլն։ Առաջ տենց էլ ասում էին։ Բայց հիմա Պուտինը արդեն ինքը իր ուժերի միջոցով ակնարկում է, որ ես չեմ ուզում քո ձեռքից խլեմ թրիփը, ես ուզում եմ մտնեմ փայ։ Եվ դա ասում է իր սատելիտների բերանով։ Այսինքն, տես ինչքան իրավիճակը փոխվել այս իմաստով։ Եվ բայց միևնույնն է ամերիկացիներն եվրոպացիներից թվում է այս առումով շատ հստակ են եւ միանշանակ ես համոզված եմ որ տես մինչեւ քո հարցը դեռ ասում ինձ համար տարօրինակ արագություն էր ախր մենք գիտենք մարատ մենք շատ ենք էլի հատկապես շատ ենք զրուցում ասենք նույն Ուկրաինայի այդ հարցերով արդեն քանի տարի է ինչքան դանդաղ են եվրոպացիները ամերիկացիներն են այնպես չի որ ամերիկացիները եվրոպացիներից մի քիչ արագ են բայց այնպես չի որ հա իրանք այդ հարց ունեն կոնգրես մտցնելու կոնգրեսը գնաց արձակուրդ ինչ որ տոնա հետ չեն գա միջև իրանց տոնը հնդուշկեն չուտենք ասենք ստեղ բան չանենք սպանես հետ չեն գա դրա համար ինչքան է կարևոր հարց ուզում ալինի դրա համար իդեպ այս իրավիճակը քանի որ մենք մի քիչ ծանոթ ենք ասենք Ամերիկայում ես տեղի քաղաքական գործիչների այսպես արագությանը եւ ասեմ ծայրահեղ անակնկալ ինձ համար ծայրահեղ անակնկալ արագություններ ու ակտիվություն Իմիջիայլոց Զելենսկու հայտարարությունն էլ իր մասով աջակցեց դրան, որովհետև զգում էինք, որ եվրոպացիները պատրաստ են, բայց կարծես ինչ որ բանի սպասում են, երբ որ Զելենսկին Ռուսաստանի դեմ պայքարող առաջատար երկրի ղեկավար դիմեց, որ պետք է մի քիչ ավելի աշխուժ Եվրոպան արձագանքի, մենք տեսանք ու իրոք այս պահին ունեցած իրավիճակը ինձ ճիշտ ասած շատ հուսադրում է, որ լավ է լինելու Հուսանք, որ հենց լավ էլ կլինի, Արմեն, ինչպես նկատեցիր, ինչ նկատեցիր Եվրոպայի արձագանքի առումով, Ամերիկայի արձագանքի առումով, իմջալոց մեր լսանին ասան, որ եթե Արմեն Չիբողջյանը արդեն մի քանի տարի է ուկրաինական եթերներում, Արմեն Մանասյանն էլ արդեն սկսվել է հրավիրվել ուկրաինական եթերներ եւ Հայաստանի իրավիճակը ներկայացնելու, միայն անուններով չեն գոլեգա, այսպես ասեմ, նաեւ Ուկրաինական դաշտում Հայաստանի շահերը պաշտպանելու առումով քո տպավորությունները առնում։ Ինձ թվում է, որ այս առաջի ռեակցիան մի քիչ կունենա իր այն որ ասում են ալիքը հետա մի քիչ խփելու, որովհետև ճիշտ է ասում Արմենը, սա շատ արագ արձագանք էր Իսկ այս արագ արձագանքի մեխանիկան անկեղծ ասած մենք դեռ տեղյակ չենք որն է միգուցե սա ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի այս արձագանքի մեջ քան տեխնիկական որովհետև գիտենք որ Եվրոպայի շուկան սա շատ լուրջ եւ ոչ միայն Եվրոպայի սա շատ լուրջ շատ լուրջ բան է, օրգանիզմ է իր մեջ տեղավորվելու համար։ Հիմա մենք չգիտենք, ինչքան էլ մենք չսիրենք մեր ելակը, մեր ծաղիկը եւ այլն, մեր ջերմուկը, մենք պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչը պետք է որ ինտեգրվի։ Այդ ինտեգրման process-ը միգուցե մի քիչ բան անի, տորմուս տա այս ամեն ինչը։ Ու ինձ թվում է, որ այս արձագանքը ավելի շատ քաղաքական էր։ Ավելի շատ պետք է ցույց տալ, թե ինչքանով իրանք Հայաստանին պատրաստ են աջակցել։ Հիմա ժամանակը ցույց կտա, թե մեր արտադրողը ինչքան է ճկուն, ինչքան է իր ապրանքի որակը բարձր, ինչքանով ինքը պատրաստ է այդ կոնտրակտները обслуживать, ինչքանով ինքը պատրաստ է այդ ամեն ինչի մեջ ներխուժվել որակյալ։ Կտեսնենք, բայց այն որ սա տպավորիչ է, ես Արմենի հետ համաձայն եմ,
Այո։ Դες առաջի ալիքից հետո միշտ գործարարներ են մտնում թեմայի մեջ։ Այս ծաղիկի պատմությանը, որ կար, տեսանք շատերը PR-ի էին վերածել, իմիջիայլոց դա պարզապես ուկրաինացի գործարարներից մեկը, ուկրաինահայ գործարարներից մեկը, ծագումով հենց Երևանի շրջակայքից, որոշել էր լինելով Հայաստանում, տեսնելով իրավիճակը, որոշել էր իր ներդրումն ունենալ, գները համապատասխան էին, վերցրել էր եւ բերել էր։ Ու դες ավելին ասեմ, սա ըստ իմ տեղեկության միակը չի, էլի կան գործարարներ, ովքեր հենց այդ նույն սկսած ծաղիկի պահից, հետաքրքրություն են ցուցաբերել եւ արդեն գործի մեջ են։ Այսինքն քաղաքական արձագանքից հետո մենք չթերագնահատենք ինձ թվում է մեր սփյուռքի հնարավորությունները գործարար հատկապես հայաստանյան ծագումով սփյուռքի ներկայացուցիչների, ովքեր որ բիզնեսով են զբաղվում եվրոպական երկրներում, իրենք ունեն իրենց լիցենզիաները, իրենց ներկրման հնարավորությունները, օրինականացնելու հնարավորությունները։ Ես օրինակ հարցրեցի երեք, ասինքն որքանով արագ կստացվի հայաստանյան ապրանքը բերել եւ համապատասխանեցնել մեր ստանդարտներին եւ ներմուծել, Պարզվեց, որ եթե ներմուծողը մշտական է, իր համար դա ավելի հեշտ է արվում, այսինքն դա նաև Հայաստանի հոգսն է թեթևացնելու։ Վստահ եմ մեզ նայում են նաև Եվրոպայից հայ բիզնեսմեններ եւ կոչն է նույնպես արագ արձագանքել, որովհետեւ հենց այս արձագանքումով մենք ցույց կտանք, որ Պուտինը հաջողելու շանս չունի, որ հայաստանյան ապրանքը, որը որ հնարավոր է եվրոպական ստանդարտներով ներմուծել, իրենց աջակցությամբ կան հայկական ցանցեր, եվրոպական, որոնք կարող են նույնպես այդ սպառումը ապահովել, իսկ լոգիստիկայի մասին ես ու Արմեն Չիլուխյանը տարիներով ենք խոսել, ինչ լոգիստիկ հնարավորություններ կան, շատ հաճախ մարդիկ անտեսում են այն փաստը, որ ուկրաինական բեռնատարները, ովքեր ապրանք են բերում Վրաստան կամ Ադրբեջան, դատարկ չվերադառնալու համար հանգիստ կարող են մտնել Հայաստան, վերցնել բեռնը եւ բավական մատչելի գներով հանել Եվրոպա, որովհետև Ուկրաինան ունի բեզվիզ, եւ Թուրքիայի հետ եւ Եվրոպական միության հետ, այսինքն լոգիստիկայի խնդիր ըստ էության չկա, պարզապես մտածելակերպի խնդիր կար, մարդիկ չէին պատկերացնում, թե ինչպես է հնարավոր, այս ուղու մասին էլ էինք խոսել, պատմել, ճիշտ ասած ինձ համար շատ հաճելի էր, երբ որ տեսա, որ մեր ուկրաինահայ գործընկերը կարողացել էր այդքան արագ կողմնորոշվել, դե մերոնք են, էլի, ասենք մեր առավելությունը որն է, Հայաստանն է մեր տունը, համ ասենք Ուկրաինան կամ Եվրոպայում ապրող հայերի համար Եվրոպան, իրենք արդեն գիտեն բոլոր ճանապարհները, բոլոր ուղիները, որը կարելի է արագացնել, որը կարելի է, ասենք ինչ որ հեռանկարում անել, միգուցե չգիտեմ հիմա Սփյուռքի հանձնակատարը սկսի այս ուղղությամբ աշխատել կապերը ավելի աշխուժացնելու համար կամ հնարավորությունները մոբիլիզացնելու համար, որովհետև թեման իրոք այնպիսին է, որ հենք հայերս հենց մեր ուժերով, մեր հայաստանցիների ուժերով, ովքեր որ կյանքի վերման պատճառով ապրում են արտերկրում, հենց իրենց ուժերով, իրենց հայրենիքին կարող են օգնել եւ հայաստանյան արտադրողների բերքը, չգիտեմ, մնացած արտադրանքը լինի Եվրոպական միությունում։ Ես ինչ էի ուզում ավելացնել։ Մի քիչ մի այլ ձև մոտենանք այս ամեն ինչին, ասենք Ռուսաստանը 140 միլիոնանոց պետություն է, որտեղ որ մենք արտահանում ենք մեր, եթե չեմ սխալվում, 90-ից մի քիչ ավել ապրանքը դեպի Ռուսաստան ենք արտահանում։ Իսկ 450 միլիոնանոց Եվրոպայի շուկան մի անգամ չեմ հիշում ով էր ասեց, որ եթե չեմ սխալվում Նիկոլ Փաշինյանն է ասել դա, ասենք եթե հավաքես բոլոր մեր գինու արտադրողներին եւ այդ միասնական ծավալները եվրոպացիք, որ ցուցաբերեն իրենց պատրաստականությունը վերցնել այդ ամբողջ գինին Հայաստանից, Հայաստանի գինագործարանները չներ կարողանալու, ասենք, հասցնելու այդ ամեն ինչը արտադրել, Այսինքն ուզում եմ ասել, այս մեր մտավախությունները, որ վայ կներեք, Ռուսաստանը այս ամեն ինչը բան արեց, արգելեց եւ այլն,
կներեք, դուք ավելի մեծ շուկա եք գնում, այո, դուք ավելի որակյալ շուկա եք գնում եւ ավելի մեծ հնարավորություններով շուկա եք մտնում ու վախենալ նրանով, բացի դրանից, այստեղ մի քիչ որն է, այստեղ լուրջ մանիպուլյացիայի գործիքը, այսինքն, եթե մենք խոսում ենք Եվրազեսի շրջանակներում, բայց գործ ունենք միայն Ռուսաստանի հետ, բոլոր նկատողությունները, որ այսօր Պուտինի բեյնից մենք լսում ենք դեպի Հայաստան, սենց Եվրազեսի ուպակովկով մեզ ծախելու, դա առնվազն, ասենք, Պուտինի կողմից, ասենք, այն քաղաքական բանն է, այն խամիլյոնն է, որ այտենց չի իրականում, ինքը խոսում է միայն իր պետության մասին, ու այդ պետությունը 3 անգամ փոքր է, այսինքն այդ պետության հնարավորությունները 3 անգամ փոքր է, այսինքն ու պետք չի Հայաստանին սպառնալ նրանով, որ ասենք Կլուբնիկան ելակը չի գնալու Մոսկվա, ու դրանով հայկական արտադրությունը բդի մեռնի, ելակի արտադրությունը ավելի լավ, իրանք դեռ զղջալու են այս իրանց արածներին ու Հայաստանի արտադրողները դեռ շնորհակալություն են ասելու ռուսներին այս իրանց տենց ասած սանկցիաների, так что հույսով եմ, որ այս ճգնաժամից, էսի ժամանակավոր ճգնաժամը ու դուրս կգանք ու ավելի լավ կլինի, համոզված եմ։ Ուրեմն տես շատ ճիշտ նշեցի ծավալների բանը, ես այստեղ խոսել եմ մի մարդու հետ, ովքեր զբաղվում է հայկական խմիչքների ներկրմամբ եւ շատ մեծ ջանքերով հաջողվել էր հայկական կոնյակը միայն բերել մտցնել այստեղ Լոս Անջելեսի Costco-ի համակարգ Լոս Անջելեսի Costco-ի խանութներ, չգիտեմ, երբևիցե եղել եք Costco-ում, թե չէ, Միացյալ Նահանգներում, եթե եղել եք, դա ամենամեծ, այսպես ապտավոյ խանութներն է, wholesale ինքը, այսինքն մի ահռելի գիգանտ խանութներ է, որտեղ քարտ պետք է ունենաս այդ խանութից օգտվելու համար։ Եվ ինչն էր խնդրեմը բացատրում էր, ասում էր, տես, մեր խնդրեմը որն է, ասում էր, մենք չենք կա, ասում եմ, մի կերպ ենք համոզել, որ մտնենք գոնե Լոս Անջելեսի Costco-ի համակարգ, բայց իրանք սենց են աշխատում։ Դու պետք է կարողանաս Ամերիկայի բոլոր Costco, ոչ միայն Ամերիկայի, օրինակի համար չգիտեմ, անգամ Եվրոպայում կա Costco, եվրոպական Costco-ն ամբողջ աշխարհում է տարածված, բայց գոնե ամբողջ Ամերիկայի Costco-ում ինք պարտադիր պետք է այդ ապրանքը ունենան։ Իրանց քաղաքականությունն է դա, որտեղ ստեղ միտեղ կա, այնտեղ էլ պետք է լինի։ Նույնը վերաբերում է մյուս օրինակ Ralph's խանութը կա, որը ամբողջ Ամերիկա, ասենք, դες կա որ Ամերիկայի, ասենք, չգիտեմ, 5-10 նահանգում ունի այդ ցանցը, բայց ինքը եթե մի հատ ապրանք ուզում է, ինքը բոլոր ցանցում պետք է, օրինակ ուկրաինական շոկոլադը կա այդ ցանցերում։ Եվ ոչ միայն շոկոլադը իդեպ ասեմ։ Եվ որ խանութ, որ քաղաքում մտնես, կլինի Նևադայում, Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում, թե որտեղ, դու ուկրաինական շոկոլադը այդ բրենդի կտեսնես։ Հայերը չեն կարողանում այդ ծավալը ապահովել։ Եվ ինչ են բողոքում ասում են, դե չենք կարա թանկ անստում, ես իդեպ երեք առաջարկ արեցի գյուղատնտեսական ապրանքների հետ կապված եւ ասացի, որ եկեք մի հատ մարմին ստեղծեք, թող ներգրավեն բոլոր կողմերը շահագրգիռ եւ թող մի մարմինը, որտեղ ճանապարհի ծախսը ամեն մեկ ուզում է 10 հատ բիբար աճացնի, իր ձևով արտահանի, այդպես չի լինում ախր։ Միացյալ Նահանգներում սա ահռելի խոշոր ֆերմաներ են ու այդպիսի տնտեսություններ են, չկա։ Եվ բացի դրանից մի բան է, մենք տեսնում ենք Ամերիկան մեզ ինչ է առաջարկում։ Մենք չպետք է մտածենք, որ մենք բիբարով պետք է հարստանանք։ Չի եղել պետություն, որ բիբարով հարստացել է 21-րդ դարում։ Սա այսպես ասեմ, մենք չպետք է բիբար արտադրենք այն երկրների համար, ովքեր նստած AI-ով արդեն այսպես ասում աշխարհն են կառավարում։ Մենք պետք է այդ կառավարողներից մեկը լինենք։ Սա շատ կարևոր է։ Հիմա օրինակ մի օրինակ եմ ուզում բերեմ, այն Նարեկ Կարապետյանը հանրայինի եթերում Պետրոսի մոտ ասեց, որ Զելենսկուն ինչի կանչի, ինչ օգուտ տվեց մեր երկրին, մենակ վնաս տվեց, դրա համար Ռուսաստանը սկսեց պատժամիջոցները, դրա համար, ոչ թե թրիփի, ոչ թե բան, այլ որ Զելենսկին եկավ Հայաստան, այդ մակարդակի հետ մենք գործ ունենք ցավոք սրտի։ Հիմա ես բացատրեմ, եթե ասենք օրինակի համար մեր հետևորդներին։ Զելենսկի օգուտը այն է, որ ասենք դու 10 հատ պոմիդոր ես կամ 10,000 վարդ ես արտահանում Ռուսաստան կամ 20,000, ստանում ես կոպեկներ, ասեմ, Եվրամիությունը 50 միլիոն եվրո փող տվեց, այն դեպքում որ դու ամբողջ նախորդ տարի
24 թվականին, թե 24 թվականի տվյալներով, ամբողջ 24 թվականին հարտահանել ես $50 միլիոն ծաղիկ, այսինքն եվրոն ավելի բարձրագին է։ Եվրամիությունը միանգամից հենց առաջի տրանշով ավելի շատ փող տվեց, քան դու ամբողջ 24 թվականին ծաղիկ ես արտադրել։ Մեր շուկան փոքր է, մենք իդեպ մարաթետել ենք այդ շատ զրույցը, մենք այդքան բան չենք արտադրում։ Մեր մի հատ խնդրեմ լինելու է ալկոհոլը, ասեմ, իրականում։ Էլ չեմ ասում վաղը մյուս օրը Իրանը, որ նորմալ պետություն դարձավ, հա։ Մի խոսքով տարբերակներ կան, արաբական երկրների դա պետք է աշխատել, բայց մենք այդ ծավալը չունենք, որ նստել ացում ենք, կործանվեցինք, բան եւ այլն։ Իսկ հիմա ասեմ Զելենսկու այցը ինչ կտա։ Հիմա բոլորը նստած են անօթաչուների վրա։ Բոլորը նստած են ուկրաինական եւ Ուկրաինան չի հասցնում անգամ արտահանի ու բան այնքան պատվերներ կան։ Օրինակ Զելենսկին առաջարկում էր համատեղ ձեռնարկություններ ստեղծել։ Կարող ենք Հայաստանից ստեղծել այդ համատեղ ձեռնարկությունը, ամեն երկիր այսօր 100,000-ավոր լուրջ երկրները միլիոնավոր դրոններ են ուզելու, որտեղ աշխարհն էլ արված է։ Մենք կարող ենք Ուկրաինայի հետ դնենք այդ համագործակցությունը, Զելենսկին դա առաջարկեց։ Եվ մենք կարող ենք ոչ թե լոլիկ արտահանել, ասենք, չգիտեմ, բիբար 250,000 տոննա, այլ մենք արտահանենք օրինակի համար տարեկան 200,000 դրոն։ Ուկրաինական հայկական տեխնոլոգիաները իրար կպցնեինք եւ հավատա 15 տարի բիբար արտադրես, այդքան փող չես աշխատի։ Այս սրա մասին է խոսքը, որտեղ մեզ այդ նույն ռուսամետ ուժերը փորձում են դարձնել բիբար արտադրող, բայց սա 21-րդ դարն է։ Ամերիկացիների ծրագիրը երբ որ բացում, չգիտեմ, Արմեն ջան կարդացել ես ամերիկացիների այդ ռազմավարությունը, ռազմավարական պայմանագիրը համապարփակ որ ստորագրեցին։ Դու տես այնտեղ ինչ ամբողջական շղթաներ է առաջարկում։ Սկսած որ ամբողջ կիսահաղորդիչների արտադրության շղթան առաջարկում է Հայաստանում։ Դրանից ավել ինչ են ուզում եւ իրանք մեզ խափում են բիբարով, հասկանում ես։ Այդ բիբարային մտածելակերպը մեր մեջից պետք է հանենք, որտեղ Ադրբեջանի հանդեպ առավելություն ունենալու համար մենք պետք է մտածենք շատ մեծ։ Այլ տարբերակով բիբար ծախելով միշտ հետ ենք մնալու նավթ ունեցող, գազ ունեցող Ադրբեջանից։ Սրա մասին է խոսքը։ Մենք մեզ պատմական շանս է տրվել, դրա մեջ ռիսկեր կան, բայց ես ուզում եմ տեսնել, որ հայաստանցիները գիտակցում են այդ պատմական շանսի հնարավորությունը։ Ոչ միայն փրկվելու է, այլև այնպիսի պետություն դառնալու տարածաշրջանում տեխնոլոգիական, ճիշտ դաշնակիցներով եւ այլն։ Բայց մեզ անդադ քաշում են բիբարի ու պամիդորի հետևից։ Դրա համար եմ ասում, մենք պետք չի այդ թեման անգամ այսքան արծարծելը, հենց սա, իդեպ ասեմ, հենց սա մարդկանց ու բանի վրա ազդում է։ Մենք պետք է բացատրենք, որ բիբարով չենք կարող հարստանալ։ Այո, պետքա լինի, պետքա մաքուր ուտենք, լավ ուտենք, ստանդարտները բարձրանան։ Այդ ամեն ինչը կծախվի։ Այդ ամեն ինչը կընդունեն շատ արագ, այդ ենք ասում, զարմացել են եվրոպացիները այդքան արագ արձագանքեցին։ Դա խնդրեմ չի։ Այ խնդրեմը այն է, որ մենք ստրկական կախվածությունից ազատվենք ու ամենակարևորը ռոպագանդայից, որը չգիտես ինչի Նիկոլ Փաշինյանը դեռ բաց է թողում, եւ մենք տեսնում ենք դրա հետևանքները մինչեւ օրս։ Մենք տեսնում ենք դրա մենք տեսնում ենք, որ մեր ազգը հայաստանցիները, ես ինքս դա զգում, Հայաստանում էլ եղա ազգացի։ Ես տեսնում որ համարժեք չի գնահատում այն ռիսկերն ու հնարավորությունները, այն իրականությունը, որ այսօր աշխարհում կա ցավոք սրտի։ Արմեն, վերնագիր ծնվեց, եկել է հայի հզորության կիրառման պահը, հա, եթե կարելի է այդպես ասել, որ մենք շատ ժամանակ այնքան է Ռուսաստանը շեղել, այնքան է փորձել վախեցնել, որ որոշ մասայի մոտ տպավորություն է ստեղծել, թե մենք ոչինչ չենք կարող։ Մենք շատ բաներ ենք կարող անել եւ հիմա եկել է այդ պահը, որպեսզի այդ կարողությունները կապիտալիզացնել եւ ցույց տալ առաջին հերթին սեփական ժողովրդին, որ ընտրություն կա, ալտերնատիվա կա։ Ռուսաստանը չի, որ պետք է մեր տեղը որոշի, թե մենք ինչ անենք, ինչ արտադրենք, ուր արտահանենք, մենք այդ հնարավորությունը հենց ինքներս մեզնով ունենք։ Ու շատ կարևոր պահ է, ինձ թվում է ճակատագրական պահ է, եթե նույնիսկ այդպես փորձեմ ձևակերպել, միջալոց ուկրաինական դրոնների արտադրության առումով ոչ միայն դրանով։ Հայաստանը իրոք հնարավորություն ունի մասնակցելու համաեվրոպական այդ Ֆրեյա հակաբալիստիկ հովանոցին, նաև իր ինժեներներով, իր արտադրողներով, այդ թեմայով հասցրեցի նույնիսկ հարցազրույց ձայնագրել ուկրաինացի ավիափորձագետի հետ, բայց երևի թե եթե հասցնեմ Կիրակի օրը կթողարկեմ, շատ հետաքրքիր անդրադարձ կատարեցինք Հայաստանի հնարավորություն, շատերը մոռանում են, որ Հայաստանը ունի նաև Հայաստանի այդ շքերթին ցուցադրված զենքը չի միայն որ կա Հայաստանում, Հայաստանը ունի զինատեսակներ, որը իրոք հետաքրքիր կամպանիայում հետաքրքիր դիրք կապահովեն Հայաստանի համար։ Ավելացնեմ Մարա ջան, նայեք, այս
այս արտադրության թեմայով։ Այս կիսահաղորդիչները արտադրելու համար շատ կարևոր է այդ ռեդկզիմելնի մետալի հազվագյուտ մետաղների։ Հա, հազվագյուտ մետաղներից կամ հազվագյուտ միներալներ կամ հազվագյուտ մետաղներ։ Միներալներից շատ կարևոր մի հատ բաղադրիչ ունեն իրանք, էդի ռենիա կոչվում, այտենց մետաղ կա, այդ ռենին Հայաստանում, եթե բան անենք, չափանիշները համեմատենք, Հայաստանը 7-րդ պետություն, կներեք 5-րդ պետությունն է այդ մետաղի պաշարներով։ Հիմա նայեք ինչ է կատարվում, ասենք ոսկու գինը 100-ից 150 դոլար է մի գրամը, իսկ ռենի գինը արժի մի գրամ $1000։ Իսկ որ զանգը հարում ես մի գրամը ռենի մի գրամը $1000-ից է սկսվում, $1000, նայած ինչ կոնցենտրացիա ունի ինքը։ Ու երբ ու հիմա նայեք, մենք գիտեք 6-րդ պետությունն ենք, թե 7-րդ չեմ հիշում, մոլիբդենի պաշարներով, իսկ ռենին գտնվում է այն բանի մեջ, վրուդախ, որտեղ որ մոլիբդենը շատ է։ Ու երբ որ զանգը հարում ես Հայաստանում ուզում ես ռենի գնել, քեզ պատասխանում են ռուսները եւ քեզ ուզում են ծախել դա ռուսները։ Հիմա մենք բիբարի պետություն ենք, թե ռենի պետություն ենք։ Մենք կիսատ հաղորդիչների պետություն ենք, թե բիբարու ելակ արտահանելու պետություն ենք։ Սա շատ կարևոր նրբություններ է, որը որ ասենք պետք չի որ ցավալին նրա մեջ է, որ ռուսները այս կարևոր ոլորտը դեռ լավ իրանք որ ասում են вам никуда не деться, հենց սրա մասին է խոսքը, ելակի մասին։ Հենց այդ է ես ասում։ Իրանք պետք է որ մենք լինենք բիբարի։ Հա, ապրես, դրա մասին է խոսքը։ Իսկ ինչա վերաբերվում են ամենաբարդ ոլորտներին, դեռ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որ կարողանանք իրականում լինել անկախ սուվերեն պետություն։ Իմիջիայլոց ես հարցրեցի արհեստական բանականությանը, ռենիումը հայերեն կոչվում եւ հազվագյուտ թանկարժեք մետաղ Հայաստանը օժտված է ռենիումի աշխարհում խոշորագույն պաշարներից մեկով, որը կազմում է համաշխարհային ծավալների 10-ից 12%-ը։ Պատկերացրեք։ Սա 5-րդ համաշխարհային ծավալների 10-ից 12%-ը։ Այո։ Դա ոնց է նավթի աշխարհում Սաուդյան Արաբիան է։ Հիմա ես ինչ էի ուզում շեշտել, ապրեք, ինչ էի ուզում ասել, որ մենք ճիշտ ես ասում։ Դրա համար է Ռուբիոն ուրախացել։ Այո, իմիջիայլոց այդ պայմանագիրը, որ ստորագրել էին իրանք Զվարթնոցում, եւ դրա մասին է, այդ բաղադրիչների մասին է նայել։ Այստեղ շատ մենք լուրջ հնարավորություններ է մեր դեմ բացվում, այս կիսահաղորդիչները հենց այնց չեն, որ բերում են դնում են արտադրությունը Հայաստանում, եւ սա ասում եմ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որովհետեւ սա սրախնդիր տեխնոլոգին է եւ մենք պետք է կարողանանք սա ստանալ։ Հիմա այնց չի, որ ռուսները օգտագործում են շատ բարձ տեխնոլոգիաներ, որ իրանք դա ստանում են, դա հնարավոր է իհարկե այսօրվա ունեցվածով ստանալ, բայց ամերիկացիոց դեպքում սա մի քիչ այլ որակի է դեմքա ունենալու ու մենք ես գիտեմ, որ լուրջ աշխատանք է վարվում այս ոլորտում ու մոլիբդենը, ոսկին եւ պղինձը եւ իհարկե մնացած այդ ռեդկզիմելնի մետալը, սա շատ լուրջ մեր տնտեսության համար շատ լուրջ իմպակտ է լինելու։ Մի բան թույլ կտաս ավելացնեմ, տես, շատ կարևոր բան ասեցիր, տես մենք գիտեինք, կասկածում ենք այսօր նաև այլ բանի համար ասին, որ պոչամբարներից կարևոր նյութեր կա, կվարցա բանը, որ իրանք ուզում են օգտագործեն, չգիտեմ, կվարց եւ ուրիշ մի բան կար, որ ուզում են օգտագործեն իրենց տեխնոլոգիա, այդ մենակ այդ չի, էլի բաներ կա, որ իրանք հետաքրքրված են, բայց մի կարևոր բան, տես, ինչը դուրս չի գալիս այս ամեն ինչի մեջ, երբ որ մենք ասում ենք շատ երկար ժամանակ է պետք, ծանր է, ասենք 15-20 տարի հետո Եվրամիություն իբրմտնեք դեպի Փաշինյան դրապես ասում դինոզավրերը, որ նորից հետ կան, Քրիստոսի երկրորդ գալստյանից հետո
մենք կարողանանք դիմենք, եթե Եվրամիություն լինի, տենց էլի այդ տիպի, երբ որ Իլոն Մասկը Մարսում քաղաք սարքի, տենց մի խոսքով, այս բաները մի բան ասեմ։ Ինչի համար եմ ասում, տես նույնը երբ որ ես լսում եմ մեր հայերին, արդեն որ ուղեղը ծանրանում է, այս ինչ արժի անհնար է, մենք չենք կարա մրցենք եւ երբ որ դու արդեն ասում ես անհնար է, չենք կարա, եւ այդ բառերը արդեն բան, բայց հիմա մի բան։ Ինչի է այդ եկել։ Դա հնուց եկած բան է։ Ինչ որ մի process-ը կարա երկար տևի 10-15 տարի, ասենք 20-րդ դարի 70-ական թվականներին, բայց 21 դարի 30-ականներում դա կարա տևի 15 օր, օրինակ։ Ինչու՞։ Դա տեխնոլոգիայի զարգացումը ամենակարևորը։ Եկեք չմոռանանք, որ գլխավոր բանը այս աշխարհում դա ինֆորմացիայի տեղ հասցնելն է։ Երբ որ ինֆորմացիան արագ է տեղ հասցնում, ամեն ինչ շատ արագ է տեղնում։ Առաջ այդ ինֆորմացիայի դրա հետադարձ կապը եւ այդ դանդաղության պայմաններում իհարկե ամեն ինչ շատ երկար է տևել, հա։ Այն որ ասում եմ մի հատ գալի գնում էր, մի հատ աղավնին գալիս էր, մի հատ գնում էր, մի հատ նորից հետ էր գալի, մի հատ կոպիտ օրինակ եմ բերում որ հասկանաս։ Հիմա սոցիալական մեդիա է, հիմա սաղ բաց է։ Տես, օրինակ դու եթե քո ինֆլուենսը օգտագործես, Արմեն ջան, քեզ հետ եմ ասենք Հայաստանում կարողանաս այստեղ հասցնես, որ մենք բիբարի ասք չենք։ Ես չեմ ուզում մի կոպիտ, բայց պետք է հասկանանք։ Արի պղպեղ ասենք, էլի բիբար մի քանի անգամ երբ որ մենք խոսում ենք, որ մենք պղպեղ եղած չենք, սա պետք է բոլորը բացատրեն։ Այսինքն ինչ որ մենք հիմա ասում ենք, ինֆորմացիա դառնում շատ արագ է հասնում։ Դու մյուսը, որտեվ ընդունի որ մենք ունենք կրթության խնդիր, կրթվածության խնդիր, ընկալելու խնդիր։ Դա եւ կրթական համակարգից է գալի։ Երբ որ գալիս ես ու միջի հիմա սովետական միության էլեմենտները ստենում Հայաստանի կրթական համակարգում, գումարած մենթալիտետը, որ պրոպագանդայի նման ինտենսիվության արդյունքում շատ դժվար է փոխվում, այսինքն ռուսական պրոպագանդայից պետք է ազատվելու արագ։ Եվ պետք է բացատրել։ Եթե բոլորս կարողանանք բացատրենք սա տեղ, հասցնենք, հավատա, չի տևի շատ երկար։ Վստահ եմ կտևի շատ կարճ, այսինքն բնականon ասենք ինչքան օրինակի համար կտևի մի հատ հանքը վերցնել, սարքել այդ շղթան, ասենք 10 տարի հետո մենք կարող ունենանք պետություն, չհավատանք թե 10 տարի առաջ մենք որտեղից ուր ենք հասել։ 10 տարին շատ ասեցիր, լուրջ արտադրություն ունենալու համար այդ ոլորտում 5 տարին էդի բավական է։ Այս ավելի պոզիտիվ։ Այս նոտայով ձեզ շնորհակալություն հայտնեմ, որ ժամանակ գտաք մեր լսարանի հետ կիսվելու ձեր մտքերով, հետաքրքիր էր, իմիջայլոց հաշվի առնելով, որ երկուստ էլ լավ այլ լեզուների եք տիրապետում, միգուցե այլ լեզուներով եթերներ էլ կազմակերպենք, հատկապես երկուստ էլ ուկրաինական ալիքներում արդեն ներկայացված եք։ Շնորհակալ եմ եւ մի շնորհ հանդիպում, հուսանք մեր հաղորդումները իրենց օգուտը բերում են մեր հայրենակիցներին։ Շնորհակալ ենք Մարակ ջան։ Մենք ենք շնորհակալ։